Նախ շնորհակալություն եմ հատուկ լրատվամիջոցներին, դրանից սկսենք եւ այս օրերի ընթացքում թե ընտրարշավը, թե քաղաքական կամպանիան եւ թե բուն ընտրության օրը օպերատիվ աշխատանքի համար եւ նաեւ լրատվամիջոցների օպերատիվ աշխատանքի արդյունքում մենք կարողացանք եւ իրավապահ մարմինները եւ կենտրոնական անձական հանձնաժողովը օպերատիվորեն արագ արձագանքել այն խնդիրներին, որոնք կային։ Հիմա ընտրությունների մասին մեր գնահատականը հետևյալն է. Հայաստանի Հանրապետության 300-ից ավելի համայնքներում եւ 6 մարզերում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները մրցակցային էին, քաղաքական էին եւ գոնե երկու համայնքում Վանաձորում եւ Գյումրիում կուսակցական ցուցակներով, այսինքն ավելի քան կուսակցական աստված։ Պետք է նշեմ, որ բոլոր խնդիրներով հանդերձ Վանաձորի, Գյումրու ընտրությունները ցույց տվեցին, որ անցումը պարլամենտական համակարգի մեր մոտ նորմալ գնում է, կուսակցությունները կարողանում են ազատ ընտրապայքարի միջոցով ներկայացնել ընտրողին իրենց ծրագրերը եւ 2016 թվականի ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում այլևս մրցակցային ընտրությունները այլընտրանք չունեն։ Սա շատ կարևոր է։ Այս ընտրությունները մրցակցային էին, ժողովրդավարական էին եւ ամենակարևորը կար ծրագրերի եւ գաղափարների պահը։ Երկրորդը, ես ավարտեմ, երկրորդը մեր մասով, հանրապետականի մասով։ Սպասելի էին արդյունքները թե չէ։ Կարծում եմ, այո, գոնե մեզ համար սպասելի էին արդյունքները, որովհետեւ մենք գիտենք մեր եւ թույլ եւ ուժեղ կողմերը, չեմ ասում մենք երկաթերանից ողջևորվենք եւ ասենք մեզ մերն ֆակտ չկա։ Շեփընթիրը սրանից չի, մենք շնորհակալ ենք եւ վանաձորցիներին եւ գյումրեցիներին, որոնք իրենց ձայները եւ առաջին տեղը տվեցին Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին եւ պետք է փաստենք, որ եւ Գյումրիում եւ Վանաձորում, որտեղ հանրապետականները կամ գոնե վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունն ունի խնդիրներ, մենք տեսանք, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում գյումրեցիներն ու վանաձորցիները իրենց ձայները առաջին տեղը եւ իրենց ավականում տեսնում էին նախ եւ առաջ հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին։ Ես ուզում եմ շնորհավորել նաեւ այն բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներին, ովքեր որ ընտրվել են Գյումրու եւ Վանաձորի ավականում, եւ ես կարծում եմ, որ այս նոր մոդելը մինի պարլամենտները, որոնք կլինեն Գյումրիում եւ Վանաձորում, հնարավորություն կտան ավելի մրցակցային, ավելի հավասար պայմաններում, ավելի բաց հրապարակային աշխատանքի արդյունքում աշխատել իշա վանաձորցիների եւ գյումրեցիների։ Մյուս համայնքների մասով եւս կարող եմ նշել, որ հանրապետականի համար հիմնականում սպասելի էին եւ թե Սևանում թեկնածուն հաղթեց, թե Աղթալայում հաղթեց, թե Ուզունում հաղթեցին, թե Կապանում հաղթեց, Սիսիանում, այսինքն հիմնական համայնքներում հանրապետականները հաջողության հասան եւ սա ուզում եմ ասել, որ պարլամենտական ընտրություններից առաջ սա շատ լավ հիմք է հաջողության հասնելու, բայց մենք պետք է ավելի լավ աշխատենք, որպեսզի մեր հայրենակիցների, մեր ընտրողների վստահությունը չզրոյացնենք։ Պետք է աշխատենք, որովհետեւ իրոք մեր ընտրողները թե Վանաձորում, թե Գյումրիում, թե մյուս համայնքներում վստահություն են տվել Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, վստահության կվեն տվել մեր կուսակցության ներկայացուցիչներին, իսկ դա շատ պարտավորեցնում է։ Եվ օգտվելով առիթից եւս մեկ անգամ ուզում շնորհավորել բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր որ մուտք են գործել այլ ավականիներ եւ մի բան պետք է փաստենք։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մնում է Հայաստանի Հանրապետության ամենաառանցքային, ամենաազդեցիկ քաղաքական ուժը։ Իհարկե, որոշ համայնքներում կային խնդիրներ, կուսակցությունը դեռ գործադիր մարմնի նիստի ընթացքում վերլուծություն կկատարի, այնպես չէ որ խնդիրներ չեն եղել, մի շարք համայնքներում ունեցել են խնդիրներ եւ դա կվերլուծենք։ Բայց առաջին տպավորությունը, առաջին գնահատականը նա է, որ ընտրությունները ժողովրդավարական էին, մրցակցային էին, երկրորդը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պահպանեց եւ ամրապնդեց իր դիրքերը տեղական ինքնակառավարման մարմիններում։ Սա մեծ վստահության կվե է եւ մենք պատրաստ ենք
աշխատել բոլոր այն քաղաքական թիմերի հետ, բոլոր այն քաղաքական կուսակցությունների հետ, որոնք պատրաստ են իրենց նպաստը դնել իշավանացությունների եւ դիմեցների։ Պարոն Շարմազանով, վաղ առավոտից քաղաքական մյուս ուժերը փաստորեն ահազանգում էին կարուսելների, նաև ընտրատեղամասում քվեաթերթիկ նկարելու դեպքեր, ընտրակաշառքի դեպքեր էին արձանագրում, փաստորեն հին մեթոդները շարունակվում են տեղական ընդհանրապես ընտրությունների կազմակերպման։ Եվ ամենակարևորը խորհրդարանական ընտրությունների շեմին փաստորեն ապացուցվեց, որ ընտրական գործընթացներում փոփոխություններ չկան։ Ես այն կարծիքին չեմ, ընտրական գործընթացներում փոփոխություն չկա։ Մենք կարող ենք փաստել, որ ահազանգերը, խախտումները շատ ավելի փոքր ծավալ էին կրում, քան նախորդ ընտրությունների ժամանակ։ Երկրորդ, չի եղել մի ահազանգ, որի հետևից իրավապահ մարմինները, ոստիկանությունը եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը չգնա եւ չարձագանքի։ Եղել են նաեւ դեպքեր, երբ որ այդ ահազանգերը եղել են կեղծ։ Ինչու կեղծ, որովհետեւ երբ որ ուժային կառույցները, երբ որ իրավապահ մարմինները խնդրում էին, հորդորում էին, որպեսզի փաստեր ներկայացնեն, փաստեր չէին հայտնվում։ Իսկ այսօր մենք 20-րդ դարում չենք ապրում, սիրելիներս։ Յուրաքանչյուր մարդ ունի հեռախոս եւ կարող է այդ փաստը արձանագրել։ Եվ ինչու ես շնորհակալություն հայտնեցի լրատվամիջոցներին։ Այդ խախտումների վերաբերյալ նաեւ մեր լրատվամիջոցներն էին ես տալիս ինֆորմացիա։ Իհարկե ես այն կարծիքին չեմ, որ ընտրություններում խախտում չի եղել, բայց այդ խախտումները ոչ Գյումրիում, ոչ Վանաձորում եւ ոչ էլ որևէ համայնքում չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Եվ այսօր ես նոր արդեն լրատվամիջոցներից տեղեկացա, որ ընդդիմադիր տեխնացիներից մեկը, կուսակցության ներկայացուցիչներից մեկը, որը հավակնում էր դառնալ միակ ընդդիմադիրի կամ ինստիտուցիոնալ ընդդիմության առաջնորդը, մարդը ընդունել է իր պարտությունը եւ այդպես է քաղաքակիրթ աշխարհում եւ ոչ թե պետք է քար շպրտել հաղթողի վրա, այլ պետք է պրոբլեմները տեսնել իր մեջ եւ վերլուծություն անել։ Ինչպես մենք ենք պատրաստ վերլուծություն անելու այն համակարգերում, որտեղ հաջողության չենք ասել եւ նաեւ վերլուծություն անելու մեր հաջողությունից։